ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. Ուկրաինան չունի կախարդական զենք, որը կարող է փոխել ճակատային իրավիճակը։ Ոչ մի կախարդական զենք Կիևի համար չկա, որևէ զենք ի վիճակի չկտրուկ փոխել իրադարձությունների ընթացքը ճակատում, նշել է խոսնակը։ Նրա խոսքով ռուսական կողմը չի տեսնում որևէ տեխնոլոգիա կամ զինատեսակ, որը կկարողանա շրջել իրավիճակը մարտական գործողությունների գծում։ Լեհ բժիշկները սկսել են պատրաստվել հնարավոր ռազմական կոնֆլիկտի և ճգնաժամային պայմաններում աշխատանքի, հայտնել է Լյուբլին Պոդկարպատյան ռազմաբժշկական օկրուգի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Միխալսկին։ Մենք ցանկանում ենք բժիշկներին, բուժքույրերին և պարամեդիկներին ցույց տալ մարտերի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև մարտավարական բժշկության առանձնահատկությունները, նշել է օկրուգի հրամանատարը։ Նրա խոսքով Լյուբլինում ստեղծում են հատուկ աղետների բժշկության լաբորատորիա, որտեղ այլ բուժհաստատությունների բժիշկները կսովորեն օգնություն ցուցաբերել մարտի դաշտում վիրավորներին դաշտային պայմաններում։ Առաջին փուլում ուսուցումը կիրականացվի մանեկենների օգտագործմամբ։ Միևնույն ժամանակ հոսպիտալի նկուղում կվերաստեղծվեն պատերազմական պայմաններ, սենյակները ստերիլ չեն լինի։ Բացի այդ կլինեն շատ փոշի, աղտոտվածություն, հատուկ լուսավորություն և ձայներ, իրական պատկերը վերստեղծելու համար։ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու իր պատրաստակամության մասին, սակայն երկու անգամ էլ մերժվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեր երկիրը ձգտելով վերացնել բլոկային դիմակայության հիմքերը և ստեղծել ընդհանուր անվտանգության տարածք, երկու անգամ նույնիսկ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու իր պատրաստակամության մասին։ Առաջին անգամ 1954 թվականին դեռ ԽՍՀՄ օրոք և երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ Քլինթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ես արդեն խոսել եմ այդ մասին, երբ քննարկել ենք այս թեման նրա հետ, ասել է նախագահը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է. մայրաքաղաքի տեղափոխումը պարզապես գաղափար չէ, այլ անհրաժեշտություն։ Վերջինս նման կերպ է մեկնաբանել երկրի գերագույն առաջնորդի հետ իր զրույցներից մեկը։ Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկ արեցի մայրաքաղաքը Պարսից ծոց տեղափոխել։ Երբ այս տեղեկատվությունը հայտնվեց լրատվամիջոցներում, շատերը կասկածամիտ էին, սակայն հիմա իրական դժվարությունների առջև կանգնած պարզ է դառնում։ Սա ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտություն, ընդգծել է նախագահը։ Վերջինս վստահեցրել է, պետությունը կգործարկի բոլոր ջանքերը, թե լիազորությունների, թե աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանին թղթևագրեր անվանելու հայտարարությունը հնարավոր է հեգնական է եղել։ Նիստի ընթացքում մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովը կատակով առաջարկել է Ռուսաստանի առաջնորդին Թրամփին թղթևագրի կտորներ տալ։ Ոչ, մենք ունենք մեր սեփական հարաբերությունները, մենք գիտենք, թե ինչ տալ միմյանց, մենք շատ հանգիստ ենք վերաբերվում դրան։ Ես չգիտեմ, թե ինչ համատեքստում է ասվել սա։ Հնարավոր է դա ասվել է հեգնականորեն, նշել է նախագահը։